Սիրելի հայրենակիցներ, Եվրատեսիլ 2014-ի շրջանակներում մենք սկսում ենք մեր համերգային շրջագայությունը։ Ձեզ սպասում է աննախադեպ հումորա երաժշտական ծրագիր Վիտամին ակումբի Եվ իհարկե Արամեն Պետրի մասնակցությամբ։ Եվ այսպես Դոնի Ռոստով մարտի 28, Պիցիգորց մարտի 29, Կրասնոդար մարտի 30, Անապա մարտի 31, Սոչի ապրիլի 1, Սարատով ապրիլի 3, Մոսկվա ապրիլի 4, Սանկտ Պետերբուրգ ապրիլի 7, Նիժնի Նովգորոդ ապրիլի 8, Երասլավլ ապրիլի 9, Վիեննա ապրիլի 10, Վարշավա ապրիլի 11, Համբուրգ ապրիլի 12, Ստրասբուրգ ապրիլի 17, Ամստերդամ ապրիլի 18, Փարիզ ապրիլի 19, Մարսել ապրիլի 20, Բրյուսել ապրիլի 21, Միասին աջակցենք Եվրատեսիլի մեր մասնակցին։ Հայաստան, Հայաստան։ Իսաբաց լուսամուտները մեր պատկերացմամբ։ Տիեզերքի գլխավոր թոք-շոուն է եթերում, խոսեք, լսում ենք ձեզ։ Դե ես ճիշտ ասած տունը չի եղեի, կավախտի գա մտոտվում։ Եվ տեսակ, որ ուրիշի կոշիկներն է դրան արջև, այո։ Չէ, բանը չկար, գնացի սենց առաջ մտա սպալնյա։ Եվ տեսակ, որ ձեր կինը ձեզ դավաճանում է հարյուրավոր մարդկանց հետ։ Չէ, ոչ։ 90-ավոր։ Ոչ մի տունը չէր գնիկս, տենց գնացի տեսա երեխեքս։ Մեծացել են եւ նմանվել են դիմացի հարևանի մարդուն։ Չէ, սուս խաղում են։ Խաղում են կազինո։ Չէ, հելա բալկոն։ Որպեսզի ձեզ ներքև գցեք։ Չէ, որ չիր ուտեմ։ Չիր ուտեք։ Չհասկացա, սկանդալ չկա այս պատմության մեջ։ Երկրի թիվ 1 շոուի մեջ սկանդալ չկա, ձեր կինը հիմա տանն է։ Բա ինչ է։ Մենակ է։ Հավանաբար։ Ադմինիստրացիա ձեզնից մի հատ ամենասիմպաթիչին ուղարկեք սրանց տուն։ Վերցրեք, խնդրեմ, երկրի թիվ 1 միկրոֆոնը եւ պատմեք ձեր պատմությունը։ Հրաշ ջան 9 ամիս առաջ էր։ Հրաժարվեցի տունս ծախեմ, տապորով խփեց մեջքիս։ Ես հասկանում եմ, որ դուք վրդոված եք, սակայն չի կարելի մեղադրել մարդկանց այդպիսի բաների մեջ, եթե չունեք ապացույց, ինչով կապացույցեք, որ ինչ-որ մեկը կացինով հարվածել է ձեր մեջքին։ Մեր ադմինիստրացիան երեք խոսեց ձեր ամուսնու հետ, ով ձեզ մեղադրում է, որ դուք դրան դավաճանել եք Woman Ռադիկի հետ։ Խնդրում եմ պատմեք, երկրի գլխավոր թոք-շոուի եթերում։ Վայ թաղեմ քեզ, եթե լսում ես ինձի հողերս գլխի։ Ոնց թե դες բան Ռադիկի պես մարդուն դες բան կասեն։ Ռադիկը միակն է եղել, որ ինձ պատժերշկայ արե։ Ինքը անտեր թողը գնացել է սաղի Ռադիկը միակն է, որ ինձ պատժերշկայ արե։ Թե տունն է պատժերշկա արե, թե գործի տեղն է պատժերշկա արե, թե ավտոյի հետևի սիձելնիկին է պատժերշկա արե, թե կուխնյայի սեղանին, թե ջակուզի մեջ ինձի պատժերշկա արե։ Այս պատժերշկի կարիք ունեմ հրաչ։ Եթերում աշխարհի թիվ 1 թոլք շոուն է, դե ինչ տեկին պատմեք ձեր պատմությունը։ Ինչ ասեմ, հրաշ ջան, կիսուրս կագնում ինձ ասում է դու մանե կողքլիկ ես, բայց ես նամուս ունեմ, աբուր ունեմ, ես չեմ կարայի մարդի դավաճանեմ, դու կայլը մեծ ասում է, վայ վատացա, վայ ամա։ Տիկինը լավ չի, չեմ հասկանում, չունենք շտաբ օգնության բժիշկ էստեղ։ Տիկինը լավ չի բժիշկ։ Ինչ է եղել բժիշկ։ Ինչ պետք է լինի հրաշ ջան։ 2 օր առաջ կնիկս 2 երեխեքին թողեց իմ ուսերին ու սիրածի հետ փախավ Ռուսաստան։ Ես էլ շտապ Ստոպ, Իվարկյան, իրան հանեք, ես ավելի հետաքրքիր պատմություն է։ Լսում եմ ձեզ։ Ես էլ շտապ Ասում են մորնայի աղջկան տար։ Դու ժամանակ տվիր, որ ես մորնայի եմ աղջկան տար։ Եկա Չես է խոսում կոտղենս կի մի հատ իս ծաղիկ չի նվեր տվե։ Ինչ ծաղիկ, դու ծաղիկի արժանի ես, ծաղիկը այ ես եմ։ Նույն կոտղենս խալաս եք, տերյապ կա։ Եթե ինձ այս հոտ կաշես։ Քեզ այս հոտ կաշեմ ու գար կնգնեմ։ Մորը ճանաչեցի հիմա եմ սևուկ են տապուկը։ Տապուկը դու ես այդ գիշ խպկվա։ Էները ծաղիկը գնա հոգ է բուժարան բուժվի։ Իշ դու, իշ խոքրի արտղեն։ Վայ, հերը։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօր մարտի 8-ն է, շնորհավոր սիրելի կանայք։ Ով է ձեզ նեղացրել, դուք կարող եք պատմել մեզ։ Ոչ մեկ։ Կարող եք կիսվել, ես ձեզ խոստանում եմ, այստեղ բոլորը ձեր կողմից են, ով է ձեզ նեղացրել։ Ոչ մեկ չի նեղացրել։ Մի եղեք լարված, որովհետև ձեր խնդիրը այդպես չենք լուծի, ով է ձեզ նեղացրել։ Հրաշ ջան, ոչ մեկ։ Սա երկրի գլխավոր թոք շոուն է, մենք ձեզ կարող ենք օգնել, դուք ասեք ուղակի, ով է ձեզ նեղացրել։
Ոչ մեկ չի նեղացրել։ Ինչու՞ չեք խոսում, որ մենք կարողանանք ձեզ օգնել։ Ասեք ուղակի մեզ, ով է ձեզ նեղացրել։ Ոչ մեկ հրաշ ջան, վայ, ոչ մեկ չի նեղացրել։ Խոսեք մեզ հետ, որ կարողանանք օգնել։ Ով է ձեզ նեղացրել։ Ոչ մեկ։ Ինչու չեք ասում, ինչու չեք կիսում, ով է ձեզ նեղացրել։ Ոչ մեկ չի նեղացրել։ Ձեզ ոչ ոք իրավունք չունի նեղացնելու, ասեք, որ օգնենք։ Ով է ձեզ նեղացրել։ Ոչ մեկ հրաշ ջան։ Ով է ձեզ նեղացրել, ով է ձեզ խփում, ով է ձեզ քաշքշում։ Սա երբի գլխավոր թոք-շոուն է։ Այստեղ սկանդալներն են։ Ով է նեղացրել։ Ինչու չեք ասում։ Դու ես նեղացրել։ Խնդրում եմ պատմեք մեզ ձեր դեպքը։ Դե ես դիմակը դրել եմ, որ ինձ չճանաչեն։ Ես ծերեթելի եմ կանգնում։ Սաղից լավը ընդեղ ես եմ, էլի։ 10-ից 4-ի կողմերը ընդեղ եմ լինում։ Ամեն օր։ 10-ից 4-ի կողմերը ընդեղ Լուիզիկն ա լինում։ Լուիզիկ դու ես։ Աղջի, ի՞նչ կա։ Երկրի գլխավոր Զիվանին, մենք շարունակում ենք մեր պատմությունները, խնդրեմ տիկին։ Հրաշ ջան, ուրեմն ես ամուսինս ամեն օր խմում է, տիրի հրացանը վերցնում է կրակում է վրես։ Ու հետ էլ հեչ ընձի դավաճանում է տիրի տիրուհու հետ։ Այս պատմության վրա մեզ կօգնի լույս սփռել, հաջորդ մեր հերոսը, խնդրում եմ համեցեք տաղավար։ Արագացրեք։ Բողկս չի աճում։ Ինչ բողկ։ Չհասկացա, այս մարդը ինչի՞ մի հաղորդում շուտեք է, բողկի ճակատագիրը մեր մոտ մյուս շաբաթ չի։ Ու հրաշ ջան, տենց ինչ ունեի, չունեի տունս, բան ամբողջ ունեցվածքս կազինոյում կրվել եմ։ Մի խոսքով մենք հասկացանք, որ խաղամոլությունը ձեզ դարձրել է անտեր եւ անտուն։ Սակայն Ալամ աշխարհի թիվ 1 թոք-շոուն այսօր ձեզ խորհուրդ է տալիս։ Սկսեք 0-ից, եղեք տղամարդ, եղեք ուժեղ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։ Ցտեսություն։ Մնամ ստեղ էլի հրաչ։ Չհասկացա։ Տուն չունեմ, դիվանին քնեմ։ Այդպես չի լինի, ադմինիստրացիա տաղավարից դուրս ա։ Մնամ էլի ստեղ։ Ես որ տատի խնամականն էի պապա ջան, տատին այդ տունը իմ անունով արել, եղա։ Տատու տարունը հավայի չտա։ Ոչ ես պետք է որտեղ ես եմ պայլել եկան։ Ռուսաստանի Հարգելի սողակի գորալոչի, մի վարկյան, հանգստացեք, երկի գլխավոր թոք-շոուն է ետերում, այստեղ գորալը չի հարցուցում, հանգստացեք մի վարկյան, պարոն Օկեբան, ինչու չեք խոսում։ Հերտ տալիս են, որ խոսում։ Համարեք ձեր հերթն է։ Ախե դա շատ վատ է, եւ որ հայրը որտի չի կարողանում կիսել տունը, ոչ դες կլի։ Մեծ ոգեք մարակախնդիրներ կառաջադանի վերջո։ Պաստորեն, նա ձեզ ստել էր, որ սիրում է, եւ դուք նրան տրվեցիք։ Այո, խափեց ինձ, տարավ իրանց տուն, ինձ օգտագործեց, ամբողջ օրը նրան միայն անկողինն էր հետաքրքրում։ Նա չէր սիրում ինձ, մենակ խափում էր, ասում էր, որ սիրում է, բայց միայն անկողինը, ուրիշ ոչինչ։ Ոչինչ։ Ես հավատացի նրան, բայց նա ինձ խափեց։ Սեր, ատելություն, դավաճանություն, փքված, երկարություն եւ նեղված, քաղված։ Ինչ են անում գանգրահերները։ Երկրի գլխավոր թոք-շոուն է եթերում։ Հրաչ, քնացինք մի քիչ կամած ընկեր։ Ինչ է այստեղ մնացել, ադմինիստրացիա դուրս հանեք տաղավարից։ Հարգելի հրաշ ջան, այսօր շատ տխուր եմ, որովհետև եկել եմ կիսվեմ իմ դարդով, ցավը տանեմ։ Հենա հորս անունը Գեղամիջով խայտարակը լաց, իմ անունն էլ որպես տանտղա խայտարակը լաց, իմ քիրը ուղակի մեղավոր չէր, ցավը տանեմ։ Հենա հերս գնացել էր այդ օրը հանդը իր գործերով, ես էլ տավարն էի տարել հանդը իմ գործերով, դե քիրս էլ անարատ կատկերած տան պահած աղջիկ ցավը տանեմ, ինչ դի անել, հենա պետք է լավաշ թխի, որ գանք հաց ուտենք, չէ։ Թոնիրը վարելա, լավաշի խմորս էս խփելա վրեն, հենց ուզեցելա թոնիրի մեջ խփի, չէ, լավաշի խմորը։ Այդ պայն մի օգմի, տեսելա, որ մենակ աղջիկա, կողքը մարդ չկա, հենց քիրս սենց կռացելա, բռնաբարելա այդ անասունի լակոտը։ Դե եկեք հարցնենք քուրիկին, այդպես է եղել։ Հա, ճիշտ ասում ախպերս։ Այժմ մենք կզանգահարենք Ռուսաստան, որպեսզի իմանանք Տիկին Հրանուշի ամուսնու հետ կապված իրականությունը։
Հարգելի բաժանորդ, պարտքը չվճարելու պատճառով ձեր երկայնքարկերը Ներողություն ձեր պատմությունը լսելով սիրելի Արման, ես կներեք պետք է ասեմ, համարում եմ, որ սա ղզիկություն է։ Ներողություն կրկին ասում եմ, շարունակեք պատմությունը։ Ոնց ղզիկություն է, ինչ ես ասում, ոնց ղզիկություն։ Դա իմ կարծիքն է, խնդրում եմ շարունակեք պատմությունը։ Դա քո կարծիքն է, քո մեջ պայ ղզիկությունը ո՞րն է։ Հարգելի ձեր տոնը մի բարձրացեք, իմ ասածը ավելի թեթև էր, քան ձեր արածը։ Խնդրում եմ շարունակեք պատմությունը։ Ղզիկը ո՞րն է, յան ինչ ես ասում, ղզիկը ինչ արե։ Հարգելիս եկեք ձեռքերով չխոսենք, ես այստեղ եմ առաջին հերթին ձեզ օգնելու համար։ Շարունակեք պատմությունը, Օգնելու համար ղզիկ։ Մի դիպչեք ինձ, հանգստացեք, մի դիպչեք ինձ։ Ղզիկը ո՞րն է։ Արի դուրս խոսանք, ղզիկը ո՞րն է։ Խնդրի չկա գնանք դուրս խոսանք։ Մենք մի վայրկյանով գնանք երկրի գլխավոր դուրս եւ վերադառնանք։ Դուք դիմակ եք հագե, որպեսզի ոչ ոք ձեզ չճանաչի։ Մենք կփոխենք նաև ձեր անունը եւ կկոչենք ձեզ Լյուդմիլա։ Խնդրում եմ պատմեք ձեր պատմությունը, Լյուդմիլա։ Դե ես տելևիզորով մի անգամ խուժանական բան տեսա, փորձեցի դուրս եկավ, ասի ես է սիրած ունենամ, ինչ է էլի, որ այդտենց սիրած ձեռք բերեցի, Պապաս եկավ ասեց ախարայ Ռուզան ջան, դու մեր Մինասյաններ տոմի պարձանքն ես, խայտարակ ես անում մեզի, ախր ոնց կլինի վասակի աղջիկ Ռուզանը իրան այդտենց պայի, ախր այդ քո սիրածը մեր գյուղի միակ տրակտորիստն է Վասպուրը, գյուղի մանասախ կլինենք խայտարակ մեր Բերքաքար գյուղում, ախր դրա համար ես դիմակ եմ դրի, որ չջոգեմ, որ ես Ռուզանն եմ։ Այո, ես խառնել ես այդ տղա, տենից աղորդում ենք, վարում խառնվում ես իրար, արա, աշխատում ենք, արա, կարողա գիտես, ես իմով ենք այդ տղա, մի քիչ քեզ եղելով չպայր, երկրի գլխավոր ցուցամատը կողեմ աշկդ, արա, ախաշտ էից այդ տղա, շարունակում ենք, երկրի գլխավոր Շնորհակալություն այսօր այսքանը, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։